Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավարած եթերի, երկար ժամանակի չեք խոսել մեզ մոտ, թեմաները շատ են եւ կարծում ճիշտ է սկսենք հենց այս պատկերից, ձեզ հետևում այս լուսանկարն է Ալբանիայում Նիկոլ Փաշինյան, Էրդողան, Ալիև, Սուրճեր հրավիրում Ալիևին, Ալիևը ճանապարհում էր իրեն, խնդրեմ, ես ինչ է, արդեն սրա հաջորդ օրը Ալիևը կոնկրետ հայտարարություններ արեց, դրան էլ կանդրադառնանք մի քանի թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ սկսենք սրանից, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Այս Ալբանիայում տեղի ունեցած այս գերագույն թշնամու կեցվածքը, ընդհանուր գերագույն թշնամին Նիկոլն է, Ալիևը չի։ Պայմանավորված ընդհանրապես մի շարք հանգամանքներով, որոնք ունեն բավական լուրջ խորքային ուրեմն կառուցվածքներ։ Առաջի կառուցվածքը ուրեմն եթե մենք սկսենք հասկանալ թե մայիսի 9-ին մեծ հայերենական պատերազմի հաղթանակի հետ կապված ինչեր կատարվեցին, որ երկրները եկան, որոնք չեկան, ինչի համար էսի գնաց, ինչ եղավ սրա հետ ընդեղ, լիքը բաներ սկսվում է պարզվել։ Օրինակի համար դուք գիտեք, չէ՞, որ Ալիևը համաձայնվել էր եւ ասել էր, որ ինքը գնալու է Մոսկվա, բայց ինքը չէր գնացել Մոսկվա եւ այդ նույն ժամանակ, երբ որ տեղի էր ունենում այդ հանդիսությունը Շքերթի, ուրեմն Ալիևը Ղարաբաղյան ինչ որ տարածքներից մեկում բաներ մասնակցում էր անասնաֆերմայի բացման արարողությանը։ Ոնց որ ճիշտ է, ինչ որ զորամիավորում էր անցել, որը Շքերթով անցել էր, բայց ինքը չէր գնացել։ Այսինքն ինքը դրանով փաստացի ցույց տվեց մի կարևորագույն գծանշան, որ ինքը հեռանում է Ռուսաստանից եւ հեռանում է բավական լուրջ հեռավորության վրա, բնականաբար մերձանում է Թուրքիայի եւ Իսրայելի հետ։ Եթե մենք հասկանում ենք, որ եւ Թուրքիան եւ Իսրայելը հիմնականում գործում են Մեծ Բրիտանիայի ուրեմն կառավարման ներքո, ուրեմն այս երյակի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա սկսում է բավական լուրջ ակտիվանալ։ Եվ սա նաեւ կապված է նրա հետ, որ Եվրոպան շատ շտապում է եւ փորձում է քանի չի ստացվել Թրամփի եւ Պուտինի համաձայնությունները կապված Ուկրաինայի հետ, ուրեմն լուրջ խնդիրներ առաջացնել Ռուսաստանի համար եւ մի քանի հանգույցներում այդ թվում նաեւ այս տարածաշրջանում առաջացնել պատերազմական կամ նախապատերազմական օջախ, լարված օջախներ, ռազմական լարված օջախներ։ Եվ մայիսի 9-ին, երբ որ մեր գերագույն թշնամին այցելում է Մոսկվա, կան տեղեկություններ, որ այնտեղ բավական լուրջ ու կոշտ զրույց է եղել իր հետ կապված, եւ անմիջապես դրանից հետո Լավրովի այցը նույնպես պատահական չի եղել Հայաստան։ Բնականաբար այստեղ այն նենգաբար, այն ղզիկի նման ինչպես միշտ որ վախկոտները ոնց են վարվում, հա, ուրիշի ձեռներով, ուրիշի խոսքով, մենք հո չենք ասում, մենք կողմնակից ենք, մենք ռազմավարական ընկերներ ենք, բայց այնտեղ վարժեցված ու քսի տված լրագրողներ կային, որոնք իրանց կարճ-խելքով անհարմար հարցեր տվեցին Լավրովին, բայց ստացան շատ կոշտ ու շատ դիպուկ պատասխաններ եւ այստեղ բավական լուրջ ձախողվեցին այդ հարցում, շատ լուրջ, որովհետեւ Լավրովը այն միամիտ ու այն անպատրաստ մարդկանցից չի սրա նման, մեր գերագույն թշնամու նման, որ իրան կարելի էր այտենց հարցերով ինչ որ դնել անհարմար վիճակի մեջ։ Հակառակը ինքը իր պատասխաններով անհարմար վիճակի մեջ դրեց եւ արտգործնախարարությանը իր Արաբատ Միրզոևի ղեկավարած կառույցը եւ նաեւ այդ անձնավորությանը, հա, եւ
Նաև այդ նույն հարց տվող լրագրողներին ինքը ընդհանրապես մեր կառավարող համակարգին դրեց շատ անհարմար դրության մեջ իր պատասխաններով։ Հետեւաբար տգիտությունը շարունակում է ամենտեղ եւ ամենուրեք շատ սպառս ձևով արտահայտվել եւ արտացոլվել սրանց արածի եւ գործողությունների մեջ։ Հիմա Լավրովի այցելության ժամանակ պարզվեց, որ սրանք ոչ էլ մտադություն են գնալ Եվրոմիություն։ Հիմի այդ Եվրամետ տականքները, որ են մի հատ կա է ակնոցներով մորը ծախած մի հատ Արման Բաբաջանյան այն զիբիլա, որի դեմքին նայում ես ոնց որ բան ունի, թուրքոգուզներից հենց նոր ծամվածի մեկը լինի։ Այն որ ինչ որ բաներ էր կազմակերպել հակառուսական Պուտինի վրա ինչ որ բաներ էր գրել, դու հիմար, դու դրա տակից դուրս եկող ես սա։ Դու դի որ արել ես, դու вообще ինչ որ գոնե մի 5 րոպե մտածել ես ինչ ես անում, ում ես վնաս տալի։ Ասենք թե Պուտինի վրա գրեցիր կիլեր, մարդասպան, բան։ Դու այդ դրա հետևանքը պատկերացնում ես այդ դուրակ։ Դու հետևանքը պետության վրա, ազգի վրա, շարունակության վրա, վաղը չեմիսորը լրիվ իրավիճակը հանգարց շրջվեց, դու ուր ես փախնելու, արա այ դեգեներատ։ Այդ դրա պատասխանի տակից ոնց ես դուրս գալու։ Այ հիմար։ Այդ քո արածից հետո երբ որ սրանք կանգնում են ասում են, չէ, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեր եւ մնացած ուրիշ բաներն է, ու քո արածդ։ Հիմա քո սիրելի Նիկոլիկի հետ կապված էդի ոնց է առնչվում։ Ես հասկանում եմ, որ Նիկոլի հանձնարարությունով է սարել, տիպը Նիկոլը ինքը սուրբ է, դուք եք տականք։ Քեզ էդի ձեռա տալի։ Եթե ձեռա տալի ապրի այդ կյանքով։ Քեզի ամենտեղ տականք կհանի, ինքն էլ քո վրա կսրբանա։ Չէ, մենք Ռուսաստանի հետ ռազմական գործընկերներ ենք, դաշնակիցներ ենք։ Իսկ դու այնտեղ Պուտինի վրա խաչ դիր ու էսի ինչեր արա։ Դուրակ էլի, ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Խելք չունես դու։ Տղա ջան։ Հիմա բնականաբար սա չէր կարա անցներ առանց որևէ մի խոշորացույցի տակ դիտարկմանը։ Բնականաբար խոսքը գնում է Եվրոմիության մասին։ Եվ Ալբանիայում արդեն ես միանշանակ վստահ եմ, որ Եվրոմիությունը տվել է Ալիևին բավական լուրջ ուրեմն հնարավորություններ մեր գերագույն թշնամուն նվաստացնելու, ցածրացնելու եւ ցույց տալու իր տեղը։ Այ եթե դու Եվրոմիություն չէիր ետում, դու ուրեմն Ռուսաստանի արտգործնախարարի հետ կանգնում ես ասում ես, չէ, մենք ոչ որտեղ չենք գնում, մենք շարունակում ենք մեր գործընկերային հարաբերությունները հապկում ենք, ես չգիտեմ, ԵԱՏՄ-ում ենք շարունակում, սենց եւ այլն եւ այլն։ Եվրոմիությունն էլ ասում է, դե ուրեմն Ալիևն էլ քեզի սենց կասի, որ սահմանադրությունը կփոխես, ուրեմն ԵԱԿ-ից կհրաժարվես մի կողմից։ Հետո մյուս կողմից ինքը գալիս է ասում է, որ հաջորդ օրը ուրեմն ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան բնակման համար։ Կրակոցները, որոնք չգիտես ինչի գյուղացիները ասում են, որ թիրախավորում են իրանց տներից գյուղապետ, ասում չէ, այդպես բան չի եղել, մի անգամ եղել է պատահական եղել, հենց այնպես կրակոցները խեք խառնվել իրար։ Սրա հետևանքը հասկանալի է եւ նպատակն էլ է հասկանալի։ Ուրեմն մայիսին սրան տանում են Ռուսաստան, ես գնում եմ Ռուսաստան, կանչում են, բերում են Ռուսաստան, իմ կարծիքով, ես տենց եմ ենթադրում, մի հատ լավ կզցնում են, հետո այդ կզցնելու հետ կապված մի հատ հաստատում են ստեղ արդեն, երբ որ Լավրովը գալիս է, որտեղ որ ինքը մի քիչ ավելի շատ արդեն կզում, ճիշտ է իր դեմքով չէ, Արաբատի դեմքով, բայց կապ չունի, նույն բանն է, էլի։ Դե բնականաբար, որ
պետք է մի հատ գնար Եվրոպա եւ այնտեղ իրանք կզսնեին։ Այն էլ Ալբանիա, որը ուրեմն մեր բավական ողեմից թշնամին է, Ադրբեջանի եւ Թուրքիայի ուրեմն այն ամենամտերիմ ռազմավարական պետությունն է եւ շատ նորմալ է, որ Ալիևը այնտեղ իրան այնց բեսամտ լավ էր զգում։ Ձեռ էր առնում, բան կոֆեի էր հրավիրում, սուրճ խմելու էր հրավիրում գերագույն թշնամին, ծիծաղալով, բան ասենց հեգնանքով առ համարական սենց, ու այս սրա գլուխը սենց իջացած սենց նեղված սենց անկապ ժպիտը սենց կողքերը սենց մողեսի նման սենց է որ մողեսը որ սենց կողքերը նայում է վտանգները գնահատելու անհրաժեշտության դեպքում ուրեմն միտեղ փախնելու հետ կապված է точно այդ բանն էր մեր երկրի գերագույն ղեկավարն էր մեր պատիվն ու նամուսն էր բնականաբար ճակերտների մեջ վերջը Ալիևը բավական լուրջ դոմինանտներ է ստացել եւ այդ առումով բավական լուրջ ուրեմն ես նաեւ կարծում եմ հրահանգներ է ստացել հնարավորին չափ Հայաստանին խեղճացնելու ճնշելու ոնց որ ասած նրան նորից դեպի Եվրոմիություն հետ բերելու ուրեմն տրամաբանությամբ եւ թե դա ինչ ճանապարհով կլինի ուղարկի հայտարարություններով, կարճատև ռազմական գործողություններով ինչ որ մի տարածք նորից զավթելով կամ ինչ որ մի այլ տեսակի գործողություններ դժվարանում եմ ասել, որովհետեւ հիմա աշխարհակաղակական իրավիճակը հատկապես Տրամպի գալուց հետո շատ sense դինամիկ փոփոխությունների մեջ է եւ ներազդման լծակները այստեղ այդ թվում նաեւ այս տարածաշրջանում իսկ Տրամպի օգնականը զգուշացրել է որ ընդորում շատ բաց տեքստով զգուշացրել է որ Ադրբեջանը նախապատրաստվում է շատ լուրջ ռազմական գործողություններին Հայաստանի դեմ եւ Հայաստանը պետք է շատ ուշադիր լինի այդ հարցում ընդհանրապես 3 թե 3-4 օրն է հայտարարել ուզում եմ ասեմ որ այստեղ կանխագուշակելը մի քիչ բարդ է որովհետեւ իրական քաղաքական ազդեցության լծակները էական փոփոխվել են մեկը մյուսով է փոխվել ու սրա զարգացումը շարունակել է երևալ ռուս-ուկրաինական պատերազմից ելնող հետևանքներով ուր կգնան ինչ պայմանավորությունների կգան բայց կրկնում եմ որ այսի շատ լավ էլ հասկանում էր որ գնալու Ալբանիա ու Ալբանիայում ինքը ունենալու է բավական վատ հետևանք ու նորից են գնելու ցայտնոտի մեջ որտեղ որ մի անընդհատ մի շրջանի մեջ է այս մի շրջանի մի հատվածում ինքը գալիս է կտրուկ հակառուսական հայտարարություններ, քայլեր, գործողություններ, հետո գնում է Ռուսաստան այս օղակի մեջի sense բանով, հա, այնտեղ մի հատ չափալախ է ստանում, հետո վերադառնում է Հայաստան, ասում է այս նախկինում Եվրոպայի հետ կապված հայտարարություններին հակառակ գցում է в общем եվրոպացիներին հետո մի հատ շարունակությունը եվրոպացիներն են մի հատ կանչում սրան լավ չափալախ տալիս պրոստը այն տարբերությամբ որ եթե Ռուսաստանը մի հատ չափալախ է տալիս սրան մի 2-3 հատ չափալախ են տալիս ու ասում են բաց այս չափալախից կարող է պատահի մի հատ էլ կուվալդով կամ մի հատ չագուչով էլ գլխիդ կստանաս տղա ջան վերջը խելքդ գլուխդ հավաքի ու էսի սաղին այսպես խափելով ֆռսնելով գցելով այսպես ուղակով հա ֆռում է այդ նույն շրջադարձները կրկնելով, հա, նորից Ռուսաստան, հետո Հայաստան, հետո Եվրոմիություն, հետո նորից Ռուսաստան, սենց ու սենց։ Ու ամենտեղ ծեծ ավտում։ Իսկ հետևանքը նա է, որ ասենք թե տնտեսական ոլորտում այսօր մեր արտաքին ուրեմն շուկաները, որտեղ որ արտահանվում էր մեր գոնե գյուղմթերքը, այսօր բավական վատ վիճակում է, որովհետև մի հատ էլ գնացեք ու տեսեք ինչա կատարվում հայ-վրացական սահմաններում ինչ քանակությամբ ֆուրեր են կանգնած հերթի մեջ եւ քանի օր ու գիշեր են անցկացնում սահմանը այն ուղղությամբ կամ հակառակ ուղղությամբ հատելու համար եւ
բնականաբար գյուղամթերքները դրանք արագ փչացող ուրեմն ապրանք են, նրանք երբ որ հասնում են տեղ, արդեն այն վիճակում են, որ պետք է իրանց ջրի գնով տան գրեթե, չգիտեմ, ինքնարժեքից 5-6 անգամ ավելի էժան, կամ ընդհանրապես ոչ որ կարողանում են հանձնել, որովհետև ապրանքը փչացած առնում։ Եվ այս իրավիճակի մեջ այսօր ոչ մեկ չի խոսում գյուղացու հոգսերից։ Եվ այս ամեն ինչի հետևանքը, որ ասենք թե հələ հանգստյան սեզոնը չի սկսվել Վրաստանում, Կոբուլեցի, ես չգիտեմ, Ուրեկի, Բաթումի, հա որ մարդիկ հերթեր են կուտակում գնալու հանգստանալու համար։ Հերթերը ուղարկի 3000-ից ավել ֆուրերով եւ մի ուղղությամբ եւ մյուս ուղղությամբ։ Սա ուղակի այդ չափալախների ստանալու հետևանքն է։ Իսկ Ռուսաստանը դուրակ չի, միամիտ չի, ինքը շատ լավ հասկանում է, որ այսօր էսի մի բան ասեց, դա տևելի է այնքան, մինչև որ կգա Հայաստան, Հայաստանից մի հատ նորից վազելով կգնա Եվրոպա։ Դե Ռուսաստանն էլ, ինչ ասեմ, չափալախանելու մասնագետ է, ինչքան պետք է չափալախի սեղան։ Բայց հարցը ինքը չի, որտեղ ինքը ոչ ուղիղ ունի, ոչ նամուս ունի, ոչ թասիբ ունի, ոչ ինքնասիրություն ունի, ոչ արժանապատվություն ունի, ինքը ընդհանրապես ոչ բան չունի։ Դե ասենք թե մենակ ինքը չափալախուտեր, ես նույնիսկ դրանց երջանիկ կլինեի։ Բայց ախր այդ չափալախները անդրադառնում են, արձագանքում են մեր բնակչության կենսակերպի վրա, կենսագոյության վրա։ Սրա մասին է խոսքը։ Եվ սրան հետ պետք է շատ լուրջ անդրադառնալ։ Ես մի հատ նորից եմ ուզում վերադառնալ, մի թրթրուցիկ ասի սրա մասին։ Գրակոչները անդադ շարունակվում են։ Գյուղացիները անդադ ահազանգում են։ Մենք էլ ենք ստանում տարբեր տեսակի, ուրեմն մեր ընկերներից, ծանոթներից, նախկին գյուղապետերից, որոնք ազատամարտիկներ են եղել, որ օր ու գիշեր կրակոցներ է։ Եվ այդ կրակոցները հենց այնց օդ կրակոցներ չեն։ Սրանք վախի մթնոլորտ առաջացնելու նպատակ ունեն այս կրակոցները միանշանակ։ Բացի դրանից միջազգային հանրության անդրադարձի մի հատ շոշափում է գնում, իսկ անդրադարձը զրոյական է, բոլոր չափանիշներով։ Եվ այս ֆոնի վրա, այս ամեն ինչի ֆոնի վրա, ուրեմն Լավրովի այս այցելության ժամանակ, հա, Լավրովի արած հայտարարությունները բավական ուրեմն հետաքրքիր են եւ ունեն էլի հեռու գնացող նպատակներ։ Լավրովը ասում է, որ ինքը Ռուսաստանը մտադիր չի հրաժարվելու իր դաշնակցային պարտականությունից Հայաստանի ինքնիշխանությունը տարածքային պաշտպանելու նկատառումներով, որովհետև տեսնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի մերձեցումը եւ շատ ակտիվ ու ագրեսիվ գործողություններ ընդդեմ Ռուսաստանի ուղղված։ Բացի դրանից ուրեմն Լավրովը ասում է նրա մասին, որ Հայաստանի այսօր անվտանգային միակ երաշխիքը դա ռուսական բազաներն են Հայաստանում, ռազմաբազաները, եւ դրա հետ միասին կապանում հյուպատոսության բացելու հետ կապված, ուրեմն շատ նենց կտրուկ, կոշտ, ուրեմն չասեմ պահանջ, բայց ոնց որ այդ գործողությունը ավարտի հասցնելու պատրաստականությունը։ Այս սրա հետ միասին շատ կարևոր է նաև Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությունը առայն, որ Հայաստանը ուզի, չուզի, ինչ կպայմանավորվի, ոնց կպայմանավորվի, բայց ուրեմն Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Այս մարդը չի ասում, որ իրանք դրան դեմ են, իրանք ամեն ինչ կանեն, որ դա չլինի, որ սենց եւ ինքը կոնկրետ ասում է չի լինելու։ Չի լինելու այդ միջանցքը։ Ինչ ուզում է սա Հայաստան, այդ միջանցքը չի լինելու։ Որտեղ Պարսկաստանը ձեռ չի տալիս։ Պարսկաստանը կատեգորիկ դրան դեմ է։ Բացի դրանից սկսել են շատ նենց մեջ շուկով խոսալ նրա մասին, որ այն Վորոտանի հատվածները, որ Ադրբեջանը զավթեց Արցախը կորցնելու այդ պահին, անմիջապես բաներից, հա,
Եմի շրջանցիկ ճանապարհ են սարքում 13 կիլոմետր։ Սա շատ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է մեր տնտեսության զարգացնելու բանի համար, ասենց եւ այլն եւ այլն։ Մատ ուշադիր պետք է նայել էլ այդ ճանապարհը որտեղով է գնում։ Որտեղից որտեղ։ Ինչն է միացնում։ Դա ռազմավարական ճանապարհ է մեր համար, թե դա ճանապարհ է սարքվում Ադրբեջանի համար։ Նախճեվան հետ կապելու։ Եվ որ ինքը հանդարտ ասում է, որ մենք 3 հատ ճանապարհ ենք տալիս, ուրեմն Ադրբեջանին, որ ինքը ոնց ուզում է թող տենցել օգտագործի, եւ որ ինքը պատահական է, դա ասում ձեր կարծիքով, ես կարծում եմ ոչ։ Բավական ուր շինարարություն է գնում, ես այդ ճանապարհներից մեկը Զանգեզուրի այդ հատվածի միջին մասով տեսել եմ, ընդհանրապես ոչ մի տեղաշարժ այդ ճանապարհով չկա, բայց ինքը սահմանից այսինքն հատում է ու եթում է դեպի Նախճեվան։ Այդ ճանապարհի մասին նաև Զարուհի Բոստանջյանն է բարձրաձայնել, ինքն էլ է գնացել այդ, նկարել է ցուցադրել եւ այլն եւ այլն։ Ուրեմն ես հրապարակել եմ ուրեմն այդ Կամերան ռազմավարի ուրեմն տեսանյութը, որտեղ որ ինքը ցույց է տալիս, որ իրանք Հայաստանի տարածքում են, Սյունիքի հատվածում են, բերել են ամբողջ շինարարական տեխնիկան, ուրեմն Զանգեզուրի այդ միջանցք ճանապարհը կառուցելու նպատակով այդ կառուցման գործողություններն էլ սկսել են, նույնիսկ մի մասն էլ ուրեմն շինարարության ցույց է տալիս։ Դուք նաև ուրեմն ցույց է տալիս բանի կառուցումը, երկաթգծի ճանապարհի կառուցումը։ Հետևաբար այդ գործողությունները, սրա շարունակական հայտարարությունները խաղաղության խաչմերուկի հետ կապված, այս Ալբանիայում կզած վիճակը, ստեղ խառնաշփոթը, որ Ռուսաստանն ասում, չէ, մենք Եվրամիություն գնալու մտադրություն չունենք, իրանք մեզի չեն սպասում, ոչ մի քննարկում եւ բանակցություններ չկան այդ ուղղությամբ, եւ այլն, այսինքն լուրջ ես ասում, առաբադ։ Ես չեմ ջոգում, ասենք թե այդ աշճանի որ խափում ես։ Դու հասկանում ես քեզ ոնց են վերաբերվում։ Չես հասկանում։ Լավ, Աստված քո հետ։ Խիեմ այն չես հասկացել, որ դա հասկանաս։ Լավ, հարցը հետի չի, բայց ինձ շատ մտահոգում են այս կրակոցները, որոնք որոշակի ուղղակի կապ կա այս ամեն ինչի հետ։ Մի կողմից Միացյալ Նահանգները զգուշացնում են, որ Ադրբեջանը պատրաստում է շատ լուրջ գործողություններ մեր դեմ։ Լավրովը գալիս է Հայաստան այցով, խոսում է նրա մասին, որ ինքը Ռուսաստանը շարունակելու է պաշտպանել եւ նաեւ իր երաբլուր ասում երաբլուր Ծերնակաբերդ այցի ժամանակ շատ խորհրդանշական էր, որ իրան նկարում են ուրեմն Արարատ Լեռան ֆոնի վրա, սա ցուցիչ է եւ Թուրքիային եւ Ադրբեջանին եւ սրանց, որտեղ սրանք թուրք-ադրբեջանական դաշնակիցներ են։ Ռուսաստանը դա գիտի։ Եվ Լավրովը շատ կարճ բացատրեց, շատ հանգիստ բացատրեց, որ չեք կարա, որովհետև իրանց Ռուսաստանին դա պետք չի, Ռուսաստանի շահերից դա չի բխում։ Բայց նրան զուգահեռ մեկ որով ինքը արձակուրդում էր, իր կինը կրթում էր, վիրավորում է, Ես քննադատում են իմիջ այլոց, երեք գրավում էր Արարատիկին, ասում են մի վախեցեք ինձանից, դուք օրինակ վախենում եք այդ տիկնոջից, ով այս օրերին իրեն քննադատողներին ոչիվ, տխմար, տգետ, էշ, թտած ուղեղներով անուղեղներ է անվանում։ Դե ես գիտեմ մի բան, որ բավական վերջերս իր այդ կապված, իր այդ փնթի գանգուր այդ մազերը, որոնք անհասկանալի ինչ-որ վիճակում են, փնթի շորերով նկարահանված, որը վրա նույնիսկ լաքաների հետքեր կային, ոնց որ չգիտեմ, դա ֆոտոմոնտաժ էր թե ինչ էր, բայց նման հրապարակումներ տեսել եմ եւ խոսել են այն մասին, որ թե այդ կարգի փնթի պահված մազերի մեջ ինչքան ոչիլ կարա լինի, եթե չեմ սխալվում, Էդգար Ղազարյանն էր, հա, դրան անդրադարձել, բավական այնց կոշտ բաներով, հա, բնականաբար, որ ըստ երևույթին սրա ականջին հասել էր եւ ինքը երևի դուխը չի եկել Էդգար Ղազարյանին արձագանքելու, դրաման ինքը արձագանքում է բնակչանային հատվածին,
որոնց միջև ով ինչ ուզում ասում է, ինչքան ուզում է ասում է, քանի անգամ ուզում է ասում է եւ արձագանք չկա։ Դրա համար դե եմ ասում, ինքը անդրադառնում է, էլ եմ ասում են ժեղ բնակչությանը, որին ով ինչ ուզում է այսօր սկսած Փաշինյանից, վերջացած իրանց ԿՊՏՄ-ից, ինչ ուզում ասում են, ոնց ուզում վիրավորում են, եւ բնականաբար որ ինքն էլ նույն այդ զանգվածին է վիրավորում, որովհետեւ գիտե որ արձագանք չի լինելու։ Մեկը ինքը Սուրբանն է, իսկ իր տեգետ ամուսինն էլ սրբավայրից փախած գժի իրենց հագուստով բաներով, նոպաներով մի ինչ որ բան է։ Քրիստոսի կրկնօրինակն է։ Ոբշեմ ինչ որ է, բոլոր դեպքերում Աննայի պահվածքը այդ լեկտի պահվածքը մի քիչ ուշացումով, բայց չգիտեմ, պետք է որ մի քիչ ավելի շուտ լինի, չգիտեմ խիավ դրուկ զարթնել, ինչի է այտենց ներվայնացել sense բաներով, բայց ներվայնացել են, որովհետև արդեն թիրախային խփել են իրենց թալանին, խոսում են բաց իրենց թալանի մասին։ Դե բնականաբար որ դա պետք է ինչ-որ մի ձևով անդրադառնալ, այո իհարկե, որովհետև նաև այսօր նորից սկսվել է շատ շրջանառվել, որ սրանց իշխանության գալու պես անմիջապես 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է անհասկանալի նպատակներով եւ անհասկանալի ճանապարհով $211 միլիոն փող։ Հիմա իրականում ինքը եկել է փողերը վերցրել է, բայց ոչ մեկի չի տվել, ժողովրդի չի այդ է խնդիրը։ Իրականում լավ էլ վերցրել է բոլորից։ Դե այսօր նայեք, այսօր երբ որ մենք սրա, ասենք թե, եթե դուք ուշադիր եք դարձրել, ուրեմն սրա նյարդային նոպաները, հատկապես ազգային ժողովում, սկսում են հենց այն պահին, երբ որ սկսում են խոսալ կոռուպցիայից։ Ուրիշ թեմաների մեջ իրան թուրք են ասում են, որ դու ես չգիտեմ ինչ ես, դավաճան ես, ինչ ես, չի արձագանքում։ Հա, անգիստ գալիս է, պատասխանում է, ինչ որ կոռուպտներ է արում, հիմարություններ է հերթական ասում։ Բայց հենց թեման գնում է կոռուպցիային, գժվում է, բան սկսում է պատգամավորներ վիրավորել, համբալ, տեղդ վերենգի, գլուխդ վիզդ կպոկեմ, ինչ-որ sense բաներ է ասում, երկրի ղեկավարը ազգային ժողովում։ Դրան խայտառակություն աշխարհը չի տեսել, բայց մենք դե հայ ենք, պետք է ամենտեղ առաջինը լինենք եւ միգուցե ոչ թե միայն առաջինը, այլ միակը, հա։ Դե այն որ համատարած այսօր կոռուպցիա է, ու ընդ որում ուրեմն սարսափելի չափերի հասնող։ Եվ սրանք ձևական ինչ որ են թիրախային, որտեղ որ արդեն բռնվել է, արդեն որտեղ որ թաքցնել է հնարավոր չի, սկսում են դուք մարդուն կալանավոր բան, այդ տեսեք կոռուպցիա բռնեցինք, դե բնականաբար որ այն միամիտ 70 տարեկան տատիկները, որոնք ոչ գիրք կարդալ գիտեն, ոչ հեռուստացույց նայել գիտեն, ոչ ընդհանրապես ինչ-որ բաներով, բայց լավ ուղիղները լվացած է, դրա վրա ուշադրություն չեն դարձնում բնականաբար, իրանց համար այսօր ուղևորցը տրանսպորտը, որ 150 դրամ եւ ավելի է նորմալ է, կոռուպցիան իրոք մեր մոտ շատ բարձր մակարդակի վրա է, ահավոր, ամենտեղ, ցանկացած հարցում կայացվող որոշումները ուղղորդված որոշումներ են, չկա որևէ մի արդար ձևի մոտեցում, որևէ մի հատ ուղղակի ստից հարցին։ Պարզապես մի հատ ստից հարցին։ Ասենք թե դատական որոշում եմ ձեզ ասում, դատավորն է այդ որոշումը կայացրել։ Ցիտում եմ գրված, որտեղ ես եմ կարդացել, դե ինձ էր վերաբերվում, հա։ Գրում է ճիշտ է։ Օրենքը ասում է, որ այս բանը պետքա սենց լինի, բայց չի կարելի ասում է այդ օրենքի վրա հենվելով, ինչ որ մարդկանց կարծիքը հաշվի չառնել, որովհետև այդ մարդկանց կարծիքը փոքրամասնությունն է։ Այսինքն կապ չունի, որ օրենքը կա։ Այդ օրենքը շատ էլ որ գրված է։ Էդի օրենքը պաշտպանող եւ օրենքի տառով որոշում կայացնող պարտականություն ունեցող դատավոր է։ Հասկանում եք։
Եվ այսօր մեր մոտ նման դատական որոշումներ է կայացվում։ Մարդկանց կալանավորում են, ասենք թե ես ծանոթ եմ, որ մարդկանց կալանավորել են, ոչ մի մեղադրանք չեն ներկայացրել, բացարձակապես։ Ուղղակի պրոստը կալանավորել են։ Հետո տվել են բան, տնային կալանք։ Ու այդ տնային կալանքով պահում են ու խանգարում են ամեն ինչով։ Բայց ոչ մի մեղադրանք այս մարդկանց չի ներկայացվել։ Ոչ մի արցան, ոչ քաղաքական, ոչ քրեական, ոչ վարչական։ Արդեն ամիսներ շարունակ։ Տենց որ այդ հարցը որ տալիս եք, ինձ թվում է այդ հարցը բոլորը գիտեն, դրա մասին արդեն խոսալն է ավելորդ, որովհետև մարդիկ արդեն հոգնել են դրա մասին լսելուց, որովհետև դե գիտեն էթիկա, մենք էլ ասում ենք, որ ասում ենք ինչ, չգիտեմ։ Բայց տիկինը ուղիղ մարդկանց ասում է ժանգոտով քտած ուղեղ ունենք, վիրավորանքների մասին չխոսենք։ Դե բա պիտի ասի, որովհետև Մեկը դուք վախենում եք իրենից։ Ես Աննայից դες պատերազմի դաշտում թուրքից չվախեցա, երբ գտնվում է ուրեմն դժողքի դարպասում շրջափակման մեջ առաջնագծում ինքով որ իրանից վախենամ։ Այստեղ իմ համեմատությունը մի քիչ սխալ է, որովհետև իմ նման ասենք թե կենսագրություն ունեցող մարդուց կարա այդ ոչիլոտ անձնավորությունից վախենա։ Հնարավոր չի։ Բայց բանա իրականում իրանից վախենալ պետք է, որովհետև սատանա է։ Բառի բուն իմաստով սատանա է։ Ես չեմ զարմանա, որ պարզվի, որ ուրեմն հատուկ sense ինչ որ գնդիկներով, ինչ որ sense ձեռքի ինչ որ շարժումներով, ուրեմն այլ ուրեմն հատվածների սև ուժերին է ներգրավում, որպեսզի ինչ որ անեծքներ եւ բաներ մարդկանց վրա տարածի։ Իրա դեմքին երբ որ նայում ես, իրա հին տունը, հինա, նորա, չգիտեմ, նախկին տունը, երբ որ պատերի նկարները նայում ես, սատանիզմի ամենամանրամասն դրսևորումն է։ Չգիտեմ, սրա իր մասին խոսալն եմ ես համարում, որ ինքը հետ ոչ արժանիք ունի, ոչ արժանապատվություն իրան արհամարել է պետք։ Որովհետև որտեղ որ ինքը ներկայանում է իր տեսքով, ինքը կարա կգնա վեհապարի մոտ, ուրեմն կներեք արտահայտությունից համար բդերը միջև իր տրուսիկը բացած վիճակում նստի ու նկարվի։ Ինքը կարա ինչ որ գնա միտեղ էլի մի հատ ինչ որ փնթի շոյերով անհասկանալի ինչ որ ճաշակի դրսևորումով ինչ որ նկարվի եւ հետո մարդկանց ասի որ անուղիղ ժանգոտ բան դե այն ինչ որ ինքը իրան որտեղ որ տեսել է դե բնական է չէ՞ կողքից մեկ-մեկ տեսնում էլ է այդ լուսանկարները որ տարածվում են սոցցանցերում կամ չգիտեմ որտեղ ու տեսնում է որ ինքը այնց այդ անուղիղ ժանգոտ բթամիտ ուրեմն ինչ որ մեկն է դե ասում է դե մենակ ինքը չի տենց սաղը տեք տենց ինքը է դա ուզում ասի իմ կարծիքով այ որ դուք իրանը տենց ասում եք տենց ինչ որ մի բան գրել էր չէ հա ինքան թվում է որ ինքը տենց է բայց դուք էլ եք տենց մոտավորապես այդ միտքն է ասում լավ ինչ որ է Ես արդեն այդ ամփոփումներից ճիշտ ասած հոգնել եմ, որովհետև չեմ տեսնում ոչ դրա արձագանք, ոչ էլ դրա բովանդակալից մարդկանց կողմից ընկալումը։ Ես ասեցի մի անգամ էլ եմ ասում, որ մենք ունենք շատ լուրջ նախազգուշացում, շատ բարձր մակարդակի պաշտոնյայի կողմից, Միացյալ Նահանգների Ռոբիոյի կողմից, որը հայտարարել է, որ Ադրբեջանը նախապատրաստվում է լուրջ լայնածավալ պատերազմի Հայաստանի դեմ եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի մենք հասկանում ենք որ Լավրովի այցը Հայաստան նաեւ կապված է այս հնարավոր իրադարձությունների հետ որովհետեւ այսօր ուրեմն 3 ուղղություններով Ռուսաստանի դեմ նախապատրաստվում են
ռազմական գործողությունների հրահարումն էր, որը եվրոպացիները մտադիր են շատ արագ իրականացնեն։ Դա Անդրկովկասի տարածքն է, դա Սիրիայի հատվածն է, ուրեմն Հնդկաստան-Պակիստանում նորից է սրվում այդ հարաբերությունները, որ այնտեղ խաղաղության որոշում կայացվեց եւ հրադադար արվեց, մի նորից է սկսվում այս սրացումները եւ պատահական չի, որ մի շարք երկրներում սկսվել են շատ լուրջ ուրեմն հնդկացիների ակցիաներ Պակիստանի դեմ։ Դրանք կարծես թե ցույցերը բան են, տենց խաղաղ են, բայց զգացվում է, որ հրահարված ուրեմն ցույցեր են օտար երկրյա գործակալությունների եւ գործակալների կողմից։ Եվ դրա հետ միասին մենք այսօր գիտենք, որ Միացյալ Նահանգները մեծ Բալթյան երկրներում ուրեմն տեղակայել են իրենց հիմարս ուրեմն հրետանու ուրեմն բաները, համակարգերը բավական մեծ քանակությամբ, որոնք ուղղված են Ռուսաստանի հատկապես Լենինգրադի ուղղությամբ, հա։ Մենք լսել ենք, որ Գերմանիայի ուրեմն ղեկավարը խոսում նրա մասին, որ հարկավոր է ուրեմն Ուկրաինային պաշտպանելու համար ուրեմն հատուկ ջոկատայինների բրիգադ կառուցել եւ այդ բրիգադով ուրեմն իրականացնել մուտք Ուկրաինայի եւ պաշտպանել Ուկրաինային Ռուսաստանից եւ այս ամեն ինչի հետ միասին Ռուսաստանը հա եւ նաեւ դրա հետ միասին ուրեմն Պարսկաստանի վրա նաեւ որոշակի տեսակի ամպեր են կուտակվում, շարունակում են կուտակվել, չնայած կարծես թե հուսադրող sense հայտարարությունների թե Թրամփի կողմից եւ թե ուրեմն Իրանի կողմից, բայց հիմնական բզբզող sense բսկտող այդ հարաբերությունները տորտաբետ, տորպեդավորող ուրեմն իսրայելա-բրիտանական ուրեմն համակարգը շարունակում է ճնշումներ գործադրել Միացյալ Նահանգների համար, որ հանգարսակի որևէ տեսակի պայմանավորվածություններ Իրանի հետ չլինեն։ Եվ սա է նաև պատճառը, որ Իսրայելը ի դեպ նորից սկսեց խփել ուրեմն Գազայի հատվածին, այս անգամ շատ ավելի ուժգին ու շատ ավելի ավիրիչ ուրեմն տեսքով էլ չխանալով ոչ մի բան եւ բնակելի տարածքներ, հիվանդանոցներ, ամեն ինչը օղեց սրբելով եւ մնացած ուրիշ բաներ անելու համար։ Եվ ընդ որում թկած ունենա Միացյալ Նահանգները եւ քննադատեցին եւ պահանջեցին դադարեցնել գործողությունները, ասենք թե այնտեղ մի շարք երկրներ նույնպես նույն բանը արեցին, որևէ տեսակի արձագանք թկած ունենան։ Ուզում եմ ասեմ, որ այս ամեն ինչը շատ վատ ու հեռու գնացող հետևանքներ կարող ունենան եւ այդ զարգացումներին պետքա շատ ուշադիր լինել, իսկ այս իշխանությունները դրա ընդունակությունները չունեն։ Հետեւաբար ես ճիշտ ասած լավ բան չեմ սպասում։ Ես եմ շնորհակալ։